Առողջությունը հիվանդության պես է, երբ այն առկա է, ապա անպայման ուրվագծվում է մարդու դեմքին։ Բարև հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաալիքի եթերում կրկին ապրիր առողջ հաղորդաշարն է, որի շրջանակներում մենք փորձում ենք հոգ տանել ձեր առողջության մասին։ Եվ այսպես ապրիր առողջ հաղորդաշարի առաջին հատվածում երիտասարդ ծնողների խնդրանքով ներկայացնելու ենք մի տեսանյութ, որը պատմում է այն մասին, թե ինչպես են ազդում ծնողների կողմից հնչեցված հաճախակի չի կարելիները երեխաների հոգեբանության վրա։ Եթե ամեն անգամ, երբ չի կարելի ենք ասում, մի հսկայական զանգ հնչեր, կարծում եմ այդ աղմուկին մենք չէինք դիմանա։ Այնուամենայնիվ, ամեն անգամ, երբ արտասանում ենք այդ բառերը, մեր երեխաների ականջներում այն հնչում է որպես խլացնող զանգահարություն։ Հնարավոր է դիմանալ դրան, եւ երեխաները չեն դիմանում, նրանք նեղանում են, զայրանում, գոռում, բողոքում եւ շատ հաճախ ավելի կամակոր դառնում։ Միանգամայն ակնհայտ է, որ մենք ծնողներս չենք կարող թույլ տալ, որ երեխաները արհամարեն մեր կենսափորձը, մեր պատկերացումներն այն մասին, թե ինչն է վատ եւ ինչ է լավ, ինչն է վտանգավոր, վնասակար եւ այլն։ Իսկ ինչ անել։ Մեր բառապաշարից դուրս նետել չի կարելի բառերը։ Իհարկե ոչ, չէ՞ որ երեխաներն անփորձ են, անխոհեմ, շատ բան չգիտեն, եւ մենք միշտ ստիպված ենք սովորեցնել նրանց։ Դժբախտությունն այն է, եթե չի կարելին օգտագործում ենք ոչ թե երեխաների սխալներն ուղղելու կամ նրանց նախազգուշացնելու, այլ միայն մեր անհամբերությունն արտահայտելու համար։ Մենք այդ բառերն արտասանում ենք գրգռված, զայրույթով, կարծես հրաման ենք արձակում, բայց չէ՞ որ բարեկամներն այդ ոճով չեն խոսում։ Ծնողների մեծ մասը հասկանում է դա, բայց ստեղծված վիճակից ելք գտնել չի կարողանում։ Շատ ծնողներ հաճախ փոշմանում են, որ չափազանց շատ են երեխային չի կարելի ասում։ Որոշում են նրա հետ այլ կերպ վարվել, բայց շուտով մոռանում են ու շարունակում են նույնը։ Սեփական բնավորությունը փոխելը հեշտ չէ, ահա թե ինչու պետք է ձգտել հասկանալ մի շարք կարևոր բաներ։ Ամենից առաջ պետք է հասկանալ, որ երեխան ամբողջովին իր ցանկությունների գերին է, որոնց վրա նա որևէ իշխանություն չունի կամ գրեթե չունի։ Շատ տարիներ անհրաժեշտ կլինեն, մինչև որ նա սովորի կառավարել դրանք։ Իսկ եթե փորձենք կարճացնել այդ ժամկետը, կոպիտ սխալ թույլ կտանք։ Մեծ միամտություն կլիներ հուսալ, որ կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում երեխային հնարավոր է սովորեցնել, որ կամավոր հրաժարվի որևէ բանից, փոխզիջման գնա, հետաձգի իր ցանկությունների իրականացումը։ Ճիշտ նույն կերպ չի կարելի հուսալ, որ նրանք մեր առաջին իսկ բացատրությունից հետո կհասկանան մեր դասերը։ Երկրորդ, եթե երեխային ինչ-որ հարցում պետք է մերժել, դա պետք է անել բարեկամաբար։ Նրա թույլ տված սխալն իհարկե պետք է ուղղել, բայց ցանկացած պարագայում պետք է պահպանել բարեկամական հարաբերությունները եւ չվիրավորել նրա մարդկային արժանապատվությունը։ Երրորդ, չի կարելի բառերի սխալ օգտագործումը արգելակում է միայն երեխայի վարքը, բայց չի վերացնում նրա ցանկությունը։ Կտրուկ ձևով ասած ոչը եւ չի կարելին նրա մեջ լոկ վիրավորանք ու դառնություն են ծնում։ Եթե նույնիսկ մեզ հաջողվում է արգելել, որպեսզի երեխաներն ինչ-որ բան անեն, ավելի խելամիտ չի լինի ուղղել կամ փոխել այդ գործողությունը կատարելու նրա ցանկությունը, բայց ինչպես, գլխավորապես մեղմ, հանգիստ ու համբերատար գործողությունների օգնությամբ, թե ինչու չի կարելի կամ չարժե անել այն, ինչ դուք արգելում կամ մերժում եք։ Չեմ կարծում, թե մենք բոլորս ընդունակ ենք դրան, եւ այն էլ ցանկացած պահի, բայց եթե մենք այնուամենայնիվ փորձենք երեխաների հետ հաճախակի այդպես վարվել, անպայման կվարձատրվենք, եթե ոչ միանգամից, ապա գոնե որոշ ժամանակ անց։ Միևնույն ժամանակ մի սխալվեք, սպասելով մինչև որ երեխան 5-6 տարեկան դառնա։ Սովորաբար ոչ եւ չի կարելի բառերը սկսում են հնչել այն օրվանից, երբ երեխան նոր-նոր է սկսել քայլել։ Ահա հենց այս պահից էլ պետք է ձեռնամուխ լինել տվյալ խնդրի լուծմանը։ Ի վերջո, եթե դուք գտնում եք, որ ձեր բնավորությունը բացառում է երեխայի նկատմամբ թեկուզ փոքր-ինչ համբերատար ու հանգիստ լինել, ձեզ մնում է կատարել չափազանց կարևոր մի բան, քանի որ ամեն ինչ արգելելու ձեր նյարդային վարվելաձևը երեխային հանում է հավասարակշռությունից եւ լարում ձեր դեմ։ Ուրեմն ձեր սերն արտահայտելիս նրան պարգևատրեք առանձնակի քնքշանքով։ Եթերում ապրիր առողջ հաղորդաշարն է, որի այս հատվածում եւս մեկ անգամ անդրադառնալու ենք այլընտրանքային բուժման մի մեթոդի, որը տարիներ շարունակ հաջողությամբ կիրառվում է տեսողության եւ լսողության վերականգնման, հենաշարժիչ ապարատի հետ կապված խնդիրների շտկման, նյարդային համակարգի հիվանդությունների վերացման եւ առհասարակ ողջ օրգանիզմի առողջացման նպատակով։ Հիմնականում ծանր հիվանդներին կամ դժվար բուժվող հիվանդությունները բուժելու համար պետք է գտնել պատճառը, որ բերել է հիվանդության։ Իսկ ցանկացած հիվանդության մեջ երբ որ դնում ես ճիշտ դիագնոզ, արդեն կարող ես բուժել, ճիշտ բուժել, պատճառի վրա ազդելով։ Շատ ժամանակ դեղորայքային բուժումը կատարելուց կատարում է սիմպտոմատիկ բուժում, ցավն ենք անում, գանգատն ենք անում։ Մենք աշխատում ենք կատարել հիմքից,
Որովհետև մենք բուժել ենք այսպիսի հիվանդ, ասենք շլությամբ տառապող երեխային, աչքերը բուժել էին, որ շլություն օգներ, անգամ կարողատադրել էին մեկ աչքի վիրահատություն։ Մենք գտանք, որ պատճառը ականջներում բորբոքային պրոցեսն է, մենք աչքերի վրա չենք աշխատել։ Այժմ շատ ակտուալ է դարձել մեզ մոտ հանրապետությունում վատ լսողությամբ երեխաների, անգամ մեծերի մոտ, երիտասարդների մոտ սկսում է գնալ լսողության անկում եւ տեսողության խանգարումներ, անգամ դեռ երեխա հասակից գնում է տեսողության խանգարում երեխաների մոտ, աչքի բժիշկները աշխատում են օգնել, բայց չեն կարողանում դեմը առնել։ Մենք շատ ունենք հիվանդներ, որ ասում են բուժվել ենք այստեղ, բայց լավացում չի գնացել։ Կարճատեսություն, հեռատեսություն, երեխաների մոտ երբ որ առաջանում է կարճատեսություն եւ խորանում է, շլություն, ասիգմատիզմ, կան բավականին շատ բուժված հիվանդներ, ասենք տեսողական ներվի մասնակի ատրոֆիա, շաքարային դիաբետից առաջացած ռետինոպաթիա, տեսողության կորուստ։ Նաև բուժվում են աչքի այնպիսի ծանր հիվանդություններ, ինչպիսին են գլաուկոման, լսողության մյուս առումով։ Լսողության համար շատ բժիշկներ ասում են, որ ներվը մահացած է, բուժել հնարավոր չի։ Հենց հիմա բուժվում են 4 հիվանդ, 2 տարիքով, 30-ից անց, 2 3-ից 4 տարեկան։ Մեծահասակներին բոլորը ասել են, մահացած ներվը բուժել հնարավոր չի։ 15-ից 20 օր են մեր մոտ բուժում, 2-ն էլ լսում են, որ ապարատով չէին լսում, հիմա լսում են։ Հիմա շատ ակտուալ հարց է դարձել հանրապետության համար, երիտասարդացել է եւ ինֆարկտների եւ ինսուլտների քանակը, ավելի շատ քրոնիկ հիվանդությունները, որոնք չեն ենթարկվում բուժման։ Համաշխարհային առողջապահական կազմակերպության 2003 թվականի զեկույցում ասվում է, որ երիտասարդ հասակում ինսուլտների, ինֆարկտների առաջացման 80%-ի պատճառը մակաբուծակրությունն է, ճիճվակրությունը։ Քրոնիկ հիվանդությունների չլավանալը երկար ժամանակ եւ գնալով խորանալու պատճառը մանեկեկ օրգանիզմում մակաբույծների առկայությունն է։ Շատերը կան, տեսնում եք եւ երիտասարդների մոտ, մանավանդ աղջիկների մոտ նևրոզները բավականին տարածվել են։ Դեղորայքով չեն ուզում բուժվել։ Մեզ մոտ գալիս են, ասում են բժիշկ, դեղորայքը աստիճանաբար շատացրել են, հիմա ստամոքսի խանգարումն են, թունավոր ալերգիա է տալիս դեղից։ Ինչ անեմ։ Շատ ժամանակ նևրոզի վիճակ կարող է առաջանալ նաև սոմատիկ հիվանդությունների պատճառով եւ օրգանիզմում կա հիվանդություն, որը բերել է նյութափոխանակության խանգարման։ Շատ կարևորագույն հարց է քրոնիկ հիվանդությունները կամ սուր հիվանդությունները բուժելու դեպքում գտնել օրգանիզմում ընդհանուր նյութափոխանակության վիճակը, խանգարումները եւ վերականգնել։ Բավականին լավ ենթարկվում են բուժման շաքարային դիաբետով հիվանդները, նրանց բարդությունները։ Շաքարային դիաբետով հիվանդների մոտ հիմնականում գնում են տեսողական ֆունկցիայի խանգարումներ, երիկամների ախտարում, նեյրոանգիոպաթիաներ, չեմ ասում ճնշման խանգարումները, սրտի աշխատանքի խանգարումները։ Բավականին լավ արդյունավետությամբ բուժվում են միզասեռական օրգանների հիվանդությունները եւ կանացի հիվանդությունները։ Ասենք դաշտանադադարի խանգարումը, բորբոքային պրոցեսները, մաստոպաթիաները, անգամ չբերությունը, երբ որ մենք կարողանում ենք հայտնաբերել պատճառները, կարողանում ենք բուժել, կարողանում ենք օգնել մարդկանց, որը իմ կարծիքով ցանկացած բժիշկի համար ամենամեծ ուրախությունն է հույսը կորցրած հիվանդին լավացում բերելով հույս արթնացնել, որ նրա մոտ ամեն ինչ կարելի է վերականգնել։ Ցավոք սրտի շատ տարածված են պրոստատիտներով տառապողները, որը բերում է տղամարդկային չբերության, որովհետև եւ նրանք ինֆորմացված չեն, տեղեկացված չեն, որ պետքա բուժվել։ Շատ ժամանակ ոչ հիմքից են սկսում բուժել։ Շատ ենք ունենում, երբ որ գալիս են տրավմաներով, տրավմայի ցավերով, ասենք հոդային ցավերով կամ ընկելը, տրավմաները շատ լավ կարողանում ենք հանել։ Մյուս բավականին լավ արդյունքը հիպերտոնիկ կրիզներ ունեցել ենք, որ երկար ժամանակ չեն կարողացել օգնել, մենք օգնել ենք, վերականգնել ենք։ Շատ լավ բուժվում են ողնաշարի միջողային ճողվածքները։ Հիմա ոչ միայն երիտասարդ կանանց մոտ ենք մենք շատ հաճախ նկատել, գալիս են ոչ միայն միջողային ճողվածքներով, նաև գնում է ողերի դեգրադատիվ պրոցես, դա իրենց բերած յամերի պատասխաններով, այսինքն կա ընդհանուր օրգանիզմի նյութափոխանակության խանգարում, որը բերում է ամբողջ օրգանիզմի վատացմանը եւ բերել է այդ հիվանդ տեղում ողերի ոսկրային արդեն
քայքայման process-ի, դեգեներատիվնի process։ Եվ այնտեղ վիրահատել հնարավոր չի։ Վիրահատես մեկը չի օգնել։ Միայն այս վերջերս մենք դուրս գրեցինք 4 նմանատիպ հիվանդ, որ կար դեգեներատիվ process անգամ ողերում, յամերի պատասխանը բուժումից հետո վերականգնվեց։ Շատ լավ արդյունքներ ունենք DCP-ով հիվանդներ։ Հիմա այդ երեխաներից երկուսը որ կան, որ ունեին լսողության խնդիր։ Հիմա կա այդ երեխան, որը նաև քայլելու խնդիր ուներ։ Հիմա քայլում է։ Իմ կարծիքով դա բավականին մեծ ուրախություն է բժշկի համար տեսնելը, որ երեխային կարողացել է օգնել։ Երևանյան հիվանդությամբ հիվանդներ ունենք մեզ դիված։ Գիտեք, հարյուրներով կարող են դիմել հիվանդներ։ Մենք չենք ասում Երևանյան հիվանդությունը բուժում ենք, բայց եթե մենք կարողանում ենք անել պրիստուպը քչացնել, որ եթե լինում էր հաճախականությունը քչացնել եւ տևողությունը քչացնել, դա նորից հաղթանակ է, բայց ունենք նաեւ հիվանդներ, որը ընդհանրապես լավացել են, պրիստուպ չունեն արդեն 5 տարի է։ Մենք նոր ենք ներդրել տեստ թերապիան, որի միջոցով մենք քանի գնում է, քանի մենք հասկանում ենք այդ սարքինարությունները, ավելի մեծ արդյունքներ ենք ունենում։ Համատեղելով սքենարի հետ, համատեղելով ստաբիլան սարքավորման հետ։ Ստաբիլան սարքավորումը իրենից ինչ է ներկայացնում։ Դա ռազմական օդաչուների դոպուս կոնտրոլն է, այսինքն ֆունկցիոնալ խանգարումները դիագնոզելը եւ բուժելը 15-ից 20 րոպեի ընթացքում, որպեսզի նրանք կարողանան թռիչք կատարել։ Մենք այդ սարքերներ ենք դրել մեր կենտրոնում եւ կարողանում ենք բուժել հետ ինսուլտային վիճակներին, գլխապտույտով հիվանդներին, նևրոզով, դեպրեսիայով հիվանդներին, կարողանում ենք օգնել հենաշարժական ֆունկցիաների խանգարում եւ վերջապես սպորտային բժշկության մեջ ենք օգտագործում դա։ Դա վերականգնողական մի ամբողջ կոմպլեքս է։ Մյուս սարքավորումը, որը մենք աշխատում ենք, դա ձայնալուսային բինաուրալ էլեկտրոխթանիչ, հայերեն այդպես է կոչվում։ Ինչ կարող ենք անել։ Դրանով մենք մարդու գլխուղի վրա ազդելով կարող ենք բերել նևրոզների, դեպրեսիաների լավացման, անգամ լեզուների սովորացման։ Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե մարդու օրգանիզմը ինչ հնարավորություններ ունի։ Երբ որ հիվանդը դիմում մեզ, կատարում ենք առաջին հերթին կոնսուլտացիա։ Կոնսուլտացիայից հետո մենք կատարում ենք հետազոտություն։ 4 համակարգչային սարքավորումներով կատարում ենք հետազոտություն։ Դա օբերոն, ստաբիլան, չակրա, ռիստա եւ կա նաեւ նովապրո սարքավորումով կատարող հետազոտությունները, ամբողջ օրգանիզմի հետազոտությունը բջջային մակարդակով եւ ֆունկցիոնալ եւ օրգանական խանգարումները, ողնաշարի ֆունկցիոնալ խանգարումները, կատարում ենք փսիխոտեստ, կատարում ենք լսողական, տեսողական ներվի էլեկտրական հաղորդականության շեմի ստուգումը։ Դա բավականին լուրջ հետազոտություններ են օբյեկտիվ, որը ոչ բժիշկը կարա հիվանդին խաբի, ոչ հիվանդը բժիշկին։ Կատարելով հետազոտությունը գտնում ենք մենք պատճառները, հիմքը, որը բերել է հիվանդության, մենք կազմակերպում ենք կոմպլեքս բուժում, համալիր բուժում եւ սարքավորումային բուժումը, եւ եթե հարկ կա, նաեւ դեղորայքային։ Մյուս սարքավորումը, որ մենք կարողանում ենք օգնել, դա մերձման մաճականն է, նոգաբեստ, որը էլի մենք առաջիններից մեկն ենք, որ ներենք դրել կլինիկայում։ Մեզ մոտ շատ լավ կատարում է նաև շտապ օգնություն։ Կան հիվանդներ, որոնք գալիս են ուժեղ ցավերով, որը դեղորայքային միջոցով չեն կարողացել անել, մենք կարողանում ենք մեր սարքավորումներով 10-ից 15 րոպեում հանել ցավերը։ Նման կենտրոններ հագեցվածությամբ, ոչ թե կենտրոն, այլ կաբինետներ Ռուսաստանը, որ արտադրում է այս սարքավորումները, կան։ Ունեն բոլոր սարքերից մեր դրած, բայց այդ սարքերը աշխատում են առանձին։ Մենք մեր հայկականը կարողացել ենք դնել եւ իմ բժշկուհին է ինձ շատ օգնել դրանով։ Մենք կարողացել ենք այդ բոլոր սարքավորումները համատեղել եւ համալիր աշխատելով, կոմպլեքս աշխատելով ստեղծել հայկական մեթոդը, որով կարողանում ենք մենք բուժել։ Դրա համար Ռուսաստանից մենք հիմա հիվանդներ ունենք եւ կենտրոններն են ուղարկում մեզ հիմա։ Մեր կենտրոնը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, առաջին հարկ, թեքվում ենք աջ մինչև վերջ։ Սքենար թերապիա առողջության վերականգնողական կենտրոն։ Մեր համարներն են 64 99 42 64 45 39։ Ապրիր առողջ հաղորդաշարի 3-րդ հատվածում փորձելու ենք լուսաբանող տեղեկատվություն ապահովել այն մասին, թե ինչ օգտակար հատկություններով է օրթված նուռը։ Նուռը հնուց ի վեր հայտնի է եղել մարդուն։ Նուռը որպես պտուղ ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար։ Այն ավելի շատ կիտրոնաթթու է պարունակում, քան կիտրոնը, ավելի շատ շաքար, քան դեղցը։ Նուռը հարուստ է նաև C վիտամինով։
Նրան հատիկներից պատրաստում են հրաշալի գինի, այն շատ օգտակար է սակավայրունության դեպքում։ Նրան հյութի թանձր եփուկն օգտագործում են իբրև համեմունք։ Նուռն ունի հակալնդախտային հատկություն։ Օգտակար են ոչ միայն հատիկները, այլև կեղևը, տերևները։ Նոր դուրս եկած տերևներից պատրաստում են թեյ, իսկ կեղևն օգտագործում են որպես հակաճիճվային եւ փորլուծի ժամանակ։ Կեղևը եփում են ջրի մեջ, ավելացնելով մի քիչ շաքարավազ։ Եփուկը խմում են 1 ժամվա ընթացքում, քաղցած ժամանակ։ Նուռը բժշկության մեջ օգտագործվում է արյունահոսությունների դեպքում, վերքերը բուժելիս, համարվում է նաեւ լավ միջոց դողերոցքի մրսածության ժամանակ, իսկ հազի դեպքում օգտագործում են որպես խորխաբեր միջոց։ Հիպոկրատը հանձնարարում էր նրան կեղևն օգտագործել դիզենտերիայի եւ վերքերի բուժման, իսկ հյութը ստամոքսի ցավերի ժամանակ։ Ավիցեննան գրել է. բոլոր տեսակի նռներն օժտված են մաքրող եւ տտիպ հատկությամբ։ Նրան հատիկները խառնած մեղրի հետ լավ քսուկ է քթի ներսը քսելու համար, եղունգների կարծրության, չարորակ խոցերի, ատամնացավի եւ ականջացավի ժամանակ։ Նուռն ունի միզամուղ հատկություն։ Նուռն արժեքավոր դիետիկ վիտամինային սննդամթերք է։ Դռան պտուղների քաղցր հյութը խորհուրդ է տրվում օգտագործել իբրև վերականգնող միջոց ծանր հիվանդություններից եւ վիրահատություններից հետո, երիկամային խիթի եւ ստամոքսի աղիքային խանգարումների դեպքում։ Իսկ թթվաշ պտուղների հյութը հանձնարարվում է շաքարախտով հիվանդներին։ Եթե չկան հատուկ հանձնարարականներ, ապա նրան հյութը խմում են օրը 3 անգամ, 1/3 բաժակ, ավելացնելով 1 ճաշի գտալ մեղր, բայց ավելի լավ է նրան հյութը բացել ջրով եւ խմել, քանի որ այն պարունակում է շատ թթուներ, որոնք գրգռում են ստամոքսը եւ բացասաբար անդրադառնում ատամների էմալի վրա։ Ստամոքսի խոց եւ բարձր թթվայնություն ունեցող հիվանդները պետք է զգույշ լինեն նրան հյութ օգտագործելիս։ Հիպոկրատի ժամանակներից ի վեր նրան հյութն օգտագործում են բարձր ջերմությամբ ուղեկցվող հիվանդությունների բուժման ժամանակ։ Այն հագեցնում է ծարավը եւ իջեցնում է ջերմությունը։ Լեղապարկի, երիկամների եւ միզապարկի քարերի եւ ավազի դեպքում անհրաժեշտ է նրան հյութը խմել 2 ճաշի գտալ ուտելուց 20 րոպե առաջ, օրը 5-ից 6 անգամ։ Բուժման կուրսը 2 շաբաթ է, 1 շաբաթ անց կարելի է կրկնել։ Լայն տարածում է գտել այրվածքների բուժումը նրան հյութով։ Ջրով բացված հյութով թռչոց են դնում վնասված մասերի վրա, հետո վրան լցնում փոշիացած չոր կեղև։ Հետևյալ եփուկն արագացնում է նույնիսկ մեծ վերքերի բուժումը։ 1 թեյի գտալ կեղևից պատրաստված փոշուն ավելացնել 100 գրամ սպիրտ, թրմել 1 շաբաթ, ժամանակ առ ժամանակ թափահարել, քամել։ Եփուկը խառնել հավասար չափով ջրի եւ բժշկական գլիցերինի հետ, քսել վերքերի վրա։ Նուռն ունի հորմոնակարգավորիչ հատկություն, ուստի հորմոնալ խանգարում ունեցող, ինչպես նաեւ սեքսուալ կարողություններից դժգոհ տղամարդկանց եւ կանանց խորհուրդ են տալիս օգտվել նրան հրաշագործ հատկություններից։ Նուռն օգտակար է նաեւ անպտղության բուժման եւ ծանր ընթացող կլիմաքսի դեպքում։ Նրան պտղի ներսի սպիտակ թաղանթը կարելի է չորացնել եւ օգտագործել թեյի մեջ, օգնում է հանել լարվածությունը։ Ապրիր առողջ հաղորդաշարի վերջին հատվածում ձեր ուշադրության մենք ներկայացնելու հետաքրքիր մի տեսանյութ, որը պատմում է հղիության ընթացքում երիտասարդ կնոջը այցի եկող իրարամերժ զգացմունքների մասին։ Հղիության ընթացքում երիտասարդ կինը սկսում է կասկածել, կկարողանա արդյոք գլուխ հանել իր նոր պարտականություններից, բայց ձգտում է սփոփվել նրանով, որ այդ մասին մտահոգվելը դեռ վաղ է։ Հիմա պետք է թեթևացնել իր վիճակի հետ կապված դժվարությունները։ Այդ մտքին հանգելով նա սկսում է եռանդուն կերպով հոգ տանել իր մասին։ Մի հանգամանք, որին նպաստում են նաև ամուսնու, ծնողների եւ բարեկամների, նույնիսկ բժիշկ մանկաբարձի հավանությունը։ Բայց իրեն այդպես պահող կինն իր անձը կրկնակի վտանգի է ենթարկում։ Նախ եւ առաջ հղիության ավարտից հետո նրա համար արդեն սովորական դարձած հոգեբանական վիճակը չի փոխվում։ Կինն իսկապես երջանիկ է, որի վերջո երեխա ծնեց եւ ավարտեց անհարմար ու ծանր հղիության շրջանը, բայց նրան ուժեղ տագնապ է պատճառում իր շրջապատի մարդկանց վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը։ Թվում է, թե այժմ բոլորը սպասում են, որ ինքն այլևս իրենով չի զբաղվի եւ ողջ ուշադրությունը կնվիրի նորածնին։ Ահա թե ինչու կինը կարող է նույնիսկ թաքուն թշնամանք տածել իր երեխայի նկատմամբ։ Բազմաթիվ կանանց համար մինչև հղիությունն ու դրանից հետո առաջ եկող այս միտումները հաղթահարելը հեշտ չէ։ Իհարկե, նման վիճակը լավագույնս կարելի է հաղթահարել հավասարակշռված բնավորության եւ երջանիկ ամուսնության շնորհիվ։ Դրանից խուսափելու մյուս արդյունավետ եղանակն այն է, որ պետք է ձգտել ամուսնու հետ ավելի հաճախակի զվարճանալ ուրիշ տեղերում։ Եթե ընտանեկան կյանքում զվարճությունները հազվադեպ են, այնուամենայնիվ դա ավելի նախընտրելի է, քան այն կասկածելի հաճույքը, որ տալիս են ամենօրյա անիմաստ վեճերը։ Սեփական երջանկությամբ ուրախանալու համար բոլորովին պարտադիր չէ լինել հավասարակշռվածության տիպար կամ ունենալ ամենալավ ընտանիքը աշխարհում։ Եթե հղիության հետ կապված կենսաբանական դժվարությունները շատ ծանր չեն, ապա երեխայի աշխարհ գալուն սպասելու շրջանը միանգամայն հնարավոր է երջանիկ դարձնել։ Ծանոթներին եւ բարեկամներին այցելության գնալը, ամենատարբեր զվարճանքները
խնդիրները նպաստում են լավ տրամադրությանը։ Մյուս դժվարությունն այն է, որ երիտասարդ կինը երեխայի ծնվելուց անմիջապես հետո պատրաստ չի լինում խնամել նրան, ընդ որում ոչ միայն հոգեբանորեն, այլև անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների ցածր մակարդակով։ Հղիության ընթացքում նա ինքն իրենով այնքան էր զբաղված, որ այժմ գրեթե ոչինչ չի կարողանում անել։ Դրա համար էլ իրեն ավելի անփորձ եւ անօգնական է զգում։ Նման վիճակը կանխելը շատ հեշտ է։ Հղիության շրջանը իդեալական ժամանակահատված է, երբ կարելի է սովորել այն ամենը, ինչ երիտասարդ մայրը պետք է իմանա կրծքի երեխային խնամելու համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է կարդալ հատուկ գրականություն, մասնակցել դասընթացների եւ դասախոսություններ լսել, իսկ ավելի լավ է այցի գնալ այն ընկերուհիներին, ովքեր արդեն երեխաներ ունեն։ Հնարավորին չափ շատ հարցեր տվեք այն ամենի մասին, ինչ կապված է երեխայի հետ, եւ որ ամենագլխավորն է, ուշադրությամբ հետևեք հենց իրենց երեխաներին։ Եթե ապագա մայրն արդեն 1, 2 կամ 3 երեխա ունի, ապա չափազանց կարևոր է այնպես անել, որ հղիությունն անցնի հանգիստ եւ հաճելի պայմաններում։ Հակառակ դեպքում կինն անզուսպ ունիարդային կդառնա, իսկ դա կազդի եւ առաջին եւ մյուս երեխաների վրա։ Այդ շրջանում նրանց կարող է թվալ, թե իրենք խանգարում ու զայրացնում են մորը, թե նա իրենցով զբաղվելու ժամանակ չունի, իսկ դա նախադրյալներ է ստեղծում ապագա եղբոր կամ քրոջ նկատմամբ խանդոտ վերաբերմունք ունենալու։ Ահա թե ինչու ձեր նոր հղիության մասին երեխաներին պատմեք ամենադրական լույսի ներքո։ Նոր հղիության մասին երեխաներին պատմեք բեղմնավորումից 3-4 ամիս անց, այնուհետև կարող եք թույլ տալ, որ նրանք զգան զարգացող էակի առաջին ցնցումները, դրանով իսկ նրանց հաղորդակից դարձնելով սպասվող իրադարձությանը։ Հարգելի հեռուստադիտող, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ապրիր առողջ հաղորդաշարի առանցքում մշտապես ձեր կողմից հնչեցված հարցերն են, ուստի շարունակեք զանգահարել մեզ առողջական ցանկացած խնդրի հետ կապված առաջատար բժիշկների կողմից օգտակար եւ բովանդակալից հեռուստախորհրդատվություն ստանալու համար։ Հավատացնում եմ ձեզ, որ մենք չենք անտեսում ոչ մի հեռախոսազանգ եւ անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր բոլոր հեռուստադիտողները ստանան իրենց ուզող հարցերի պատասխանները, գտնեն իրենց բժշկին եւ վերջնականապես ազատվեն իրենց ուզող առողջական խնդիրներից։ Ապրեք առողջ, կհանդիպենք։